Վստահում եք գործող իշխանությանը։ Ուրիշ հարց դուր։ Ինչպես կգնահատեք կառավարության աշխատանքը։ Ուրիշ հարց դուր ասեցիս, դրանց հետ գործ ունես։ Այսինքն չեք վստահում։ Կարակ ասեք այն ինչ մտածում եք։ Չեմ ուզում ասեմ, բայց շատ վատ բաներ կարող ասեմ։ Չեմ ուզում։ Ումս բան դառնամ էլի, վայրեն։ Դառնա ձեր կարծիքը ուղղակի։ Դա Վստահում եք ներկայիս իշխանությանը։ Ոչ, Իսկ եթե հաջորդ եկել լիներ ընտրություններ, ԿՊ-ին կընտրեք, թե այլ ընդդիմադիր ուժի։ ընդդիմադիր։ Իսկ ինչն է պատճառը։ Պատճառը էս մեր վթարային վիճակն է, մեր հանրապետությունում։ Իսկ եթե ինչ-որ խոսք կարողանայիք Նիկոլ Փաշինյանին ուղղել, ինչ կասեիք։ Ես կասեի հանգիստ թող հրաժարական տա գնա։ Վստահում եք ներկայիս իշխանությանը։ Ոչ չեմ վստահում, չեմ էլ վստահել։ Իսկ գոհ եք կառավարության աշխատանքից։ Ես չէ գոհ չեմ ես։ Որ վստահություն չունեմ, ոնց կարող է գոհ ես կառավարությունից։ Իսկ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություններ, կընտրեիք ԿՊ-ին, թե մեկ այլ ուրիշ ընդդիմադիր ուժի։ Ընդդիմադիր։ Ինչն է պատճառը։ Հա? Ինչն է պատճառը։ Լավ, ոչ մի բան չեմ տենում, որ իրան կարել են։ Նորմալ։ Մեր ազգի համար։ Բացի հողերը տալուց Արցախը տվեցին, հիմա էլ որ մի ախրանից բան չկա, որ ասեմ մի բան արել են, ես էլ գոհ եմ։ Լավ կարող են մենակ իրանց համար անեն։ Ինչ որ անում են, իրանց համար են անում։ Իսկ ինչ-որ ուղերձ ունեք կառավարությանը։ Չէ, ոչ մի ուղերձ, մեկը ինչ էլ ասես, իրանք իրանցը պետք է անեն։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Այո։ Եթե այսինքն մյուս կիրակի ընտրություններ լիներ, կընտրեիք ԿՊ-ին, ոչ թե ընդդիմադիր այլ ուժի։ Նիկոլ Փաշինյան։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Ես իմ հնարավոր անհայտ է։ Իսկ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություններ, ԿՊ-ին կընտրեք, թե ընդդիմադիր ուժի։ Ես ԿՊ-ին ոչ ընտրել եմ հիմա, ոչ էլ այն մյուսներին էի ընտրելու, ես լրիվ նեյտրալ։ Այսինքն գոհ չեք նրանց կառավարման մեթոդիկայից։ Չէ դե ախր բան չեն անում, ինչ գոհ լինեմ։ Ինչ են անում, որ իրար վրա ցեղ շպրտելով բան ինչ որ բաներ են անում, անհասկանալի, չգիտեմ, միտքը որն է դրա ցեղ շպրտելու բան։ Արա ընտրվել եք, գործ արեք, աշխատանք կատարեք, ազգ փրկեք, բան արեք։ Ընդերն էս մարդիկ են ալնում խոսում, որ դեմքին նայելուց մարդ դիասթափվում, արա, նա պետքա մեր ազգը փրկի, հա։ Այ քեզ թեմա։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Ոչ, Իսկ ինչն է պատճառը։ այնքան շատ են, որ թվարկել հնարավոր չի հիմա մի անգամից։ Իսկ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություններ, ԿՊ-ին կընտրեք, թե ընդդիմադիր ուժի։ Ոչ, ԿՊ-ին չի ընտրի։ Իսկ կարող եք մանրամասնել ինչ պատճառով։ Իմ կյանքի այս երկար տարիների ընթացքում դեռևս նման խայտարակ իշխանություն չենք ունեցել, իշխանություն անվանել առհասարակ չի կարելի այդ խմբակին։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Չէ, ես չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Իսկ ընտրություններին մասնակցել եք։ Ինչ անում։ Ընտրություններին մասնակցել եք։ Մասնակցել եմ։ Իսկ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություններ, ԿՊ-ին կընտրեք, թե ընդդիմադիր ուժի։ Հələ չեմ որոշել, կորոշեմ կասեմ։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Ոչ, Իսկ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություններ, ԿՊ-ին կընտրեք, թե ընդդիմությանը։ Չէ ընտրի ԿՊ-ին, հա, չէ ընտրի իհարկե, որտեղ 8 տարիա մենք բացի հետ գնալուց առաջընթաց չունենք։ Իսկ ինչպես եք գնահատում կառավարության աշխատանքը։ Եթե կառավարության աշխատանքը արդյունավետ լիներ, այս վիճակում չէինք լինի։ Այսօր հայ ազգի ցանկացած քաղաքացու, որ երկրում որ մոտիկանում են, նայում են, ասենք, որպես ինչ-որ թուրք պետության կամ ասենք ինչ-որ թույլ ազգի ներկայացուցիչ։ Իսկ առաջ տեն չի եղել, առաջ ամբողջ աշխարհը հաշվի է նստել հայ ազգի հետ։ Մանավանդ այն Ղարաբաղյան պատերազմը, որ հաղթած դուրս եկանք, մարդը նայում էր, ասում էր, սա ինչ քանակով քիչ, բայց հզոր ազգ է։ Խելացի է։ Ընդդիմության որ ներկայացուցիչն եք հավակնություն տալիս։ Գիտեք ինչ, հավակնություն Էդգար Ղազարյանին եմ հավանում, որտեղ ինքը հիմնավոր ապացույցներով է խոսում։
չես կարող ասել, այդ մարդը սուտ է ասում, ինքը բերում է փաստերով, ներկայացնում է իրավիճակը եւ բերում է փաստարկներ, ոնց կա, հիմա կլինի ասեմ Ղարաբաղը մերն է, չէ, սուտ կլինի, չէ, բայց այդ մարդը բերում է փաստը, հիմա օրինակի համար այն անգամ հարց են տալիս, ասում են մի հատ հարց կա, հարցին կարող եք պատասխանել, Փաշինյանի ստորագրելուց հետո է ռուս զինվորը դուրս եկել Արցախից, թե ստորագրելուց առաջ։ Մարդիկ չեն կարող պատասխանել։ Մեր հանրապետության այն մարդիկ, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, դա էլ չեն կարող ասել։ Բայց մենք միշտ ասում ենք ռուսը հանձնել է։ Ես նորից եմ ասում, ես չեմ ասում, որ ռուսը ինչ-որ շատ լավ դաշնակից է, նա էլ իր շահերը ունի։ Բայց եկեք չմոռանանք, որ ռուսը կարող է շատ հզոր հակառակորդ լինի, չէ՞։ Բայց չեն վախենում, որ այդ սպիտակ արշ, որ ասում են, որ հարձակվի մի օր մեր վրա, մենք ինչ պիտի անենք։ Նա պետք չի հարձակվի, եթե նա ասենք այսօրվա դրությամբ, եթե նա հացահատիկ մեզ չտա կամ վառելիք, ես օրինակ ասենք մոտարապես մի 70,000 մենակ տաքացման ջեռուսման փող եմ ուծում։ Եթե նա մենք դուս ենք գալիս հապկից, չէ՞, կամ ասենք Ռուսաստանի հետ հարաբերությունները մենք խզում ենք, ես 3 անգամ ավել պետք է։ Հիմա ես ինձ հարց եմ տալիս, լավ, սիրեմ մեր այս իշխանություններին, բայց ես 210,000 կարող եմ տաքանալ։ Հնարավոր չի։ Կամ հարց են տալի կառավարության անդամներ, ասում են դու Ղարաբաղը կորցրեցիք, ես չեմ կարող թվերը ստույգ ասել, բայց ասենք երեմի 30% հացահատիկի մենք ստացել ենք Ղարաբաղից։ Հարց են տալիս, ասում են դուք որևէ փոխարինող գտել եք պետություն, որը համաձայն է փոխհատուցի այդ պակասը հացի։ Նա ասում է պատասխանի փոխարեն ասում ձեր նախնի, ձեր իշխանություն, հասկացանք մեր իշխանությունը շատ վատ է եղել։ Ես միայն իշխանություններից սիրում հարգում եմ Կարեն Դեմիրճյանին, որ այդ մարդը, ասենք, երկիրը բարձրացրեց այն մակարդակի։ Ես չեմ նախկիններին էլ ասում, իրոք չարաշահումներ եղել է, կերել են, ասենք, ինչ որ պաշտոնի չարաշահում, որ ավելի բարձր դիրքերից են ապրել, հանդես եկել։ Բայց ասենք այս աշճանի հայազգիչի ինչ է նշանակում, ասենք 10,000, չէ, 10 միլիոն աշխատավարձ։ Ես չեմ կարողանում, եթե մարդիկ ստանում են 80,000 դրամ, չէ, մի հատ նայեք ելույլը, տարբերություն մեղք եք, բայց ասում են փող չունենք, որ 1000 դրամ թոշակառու, ես թոշակառու մարդ եմ, ասենք ասում են 1000 դրամ ինչ պետք է անել, զարմանում եմ, որ ես չեմ կարող ծախսել, հանգարց կարող եմ մնա էլի գրպանից մեջ չհասցնեմ էլի ծախսեմ, հələ տեսեք ես դա ասենք ոնց որ ցինիզմի վերջին աշճանը, չգիտեմ մարդու ինչի տեղ են դրել էլի, մի հատ հենա ինչ արեք, բան արեք, այն ճակատից բան տամ, մատիտ տամ գրեք էշ, պրծեք էլի, կամ փետուրով հնդիկի տեղ եք դրել, ես չեմ հասկանում, 10 միլիոն աշխատավարձ մեկ էլ 80,000 եւ ասում է մենք պատերազմող երկիր ենք, ասենք ինչ որ բան, հələ տեսեք արտաքին պարտքը, մեր ամեն մեկը իմ թորս որ պետք է ծնվի, արդեն 5000 պետք է աշխատի մուծի, այս մեր երկրի ղեկավարությունը առաջ եղել է, կարող է թվերի մեջ սխալվեմ, բայց մոտավորապես 6 միլիարդ պարտք ենք ունեցել նախկիններից հետո։ Հիմա 12-ը անցել է, 13-ի է համարել, տեսեք ասենք, եթե մենք ունենք տնտեսական աճ, չէ, եթե մենք ասենք ինչ-որ աշխատատեղեր, չգիտեմ, զարգանում ենք, թե հետ ենք գնում, եթե մենք զարգանում ենք, այդ գումարը ինչի չի պակասում, որևէ բան չենք ուզում մուծենք, մենակ վերցնել է, հա, դե թող պակասի, եթե մենք զարգացող երկիր ենք, գնալու պարտքը ավելանում է, բայց մեր երեխեքը ոնց են տալու այդ պարտքը։ Վաղը մյուսը նրանք տարածքային պահանջով կարող է ուզեն, չէ, պարտքը վերցնեն։ Հնարավոր չի։ Կներեք մի քիչ ասենք բորբոքում ես, որտեղ նայում են, ասենք ուզում ես հասկանաս, բայց այնց բաներ են ասում, այնց ստեր են ասում, որ չի մարդկային ուղեղի մեջ չի տարբեր, բան տեղավորում էլ։ Ընդհանրապես սա կարող եմ ասել։ Ես ոչ նրանց եմ, ասենք, հարգել, միայն Կարեն Դեմիրճյան եմ ընդունել, իրոք կարգին մարդ է եղել, որ մտածել է երկրի, բայց սրանք, ասենք, այս աշճանի չեն եղել նախկինները։ Եվ հիմա չգիտենք ուր է գնում, այն օր ազգային ժողովը հարց է տալիս, ասում է Տիգրանաշենը քարտեզի հետ որ կպցրել են, մեջ մտնում է թե չէ, չի կարում ասի կամ հա կամ չէ։
ասма դա կախված է սահմանազատումից, չէ՞։ Ասենք այդ դեմիլիտարիա բան, ասենք դրանից է կախված։ Այսինքն եթե հանգարց այն կողմից ճնշում եղավ, Տիգրանաշենը կտանք։ Եթե չեղավ, չենք տա։ Հալա էլի դե թող ասի չէ, չի մտնում։ Ես էլ ծապտամ ասեմ, հա էլի ճիշտ խոսող մարդ է, հիմա չենք կարող պահենք, տալիս ենք, բայց նայմեներեսից չեն կարող պատասխանել, ոնց կարելի է։ Գոհ եք ներկայիս իշխանությունից։ Ես բարև ձեզ։ Ճիշտ ասած կարամ sense բա համ գոհ եմ, համ գոհ չեմ։ Իսկ ինչն է պատճառը, որ գոհ չեք։ Ճիշտ ասած բաներ կա, որ տեսնում եմ առաջընթաց կա, բաներ էլ կա, որ կա լինում են դուրս չեն գալիս։ Այդ է պատճառը։ Իսկ եթե ընտրություններ լիներ հաջորդ կիրակի, ում հավակնություն կտայիք ԿՊ-ին, թե ընդդիմադիր ուժի։ Երևի ոչ նրան, ոչ էլ նրան։ Այսինքն ում կընտրեիք, թե չէիք գնա ընտրություն։ Չէի գնա ընտրությունները երևի։ Վստահում եք գործող իշխանությանը։ Այո, Իսկ եթե ընտրություններ լինեին այս կիրակի, ԿՊ-ին կընտրեք, թե ընդդիմադիր ուժերից որևէ ես մեկին։ ճիշտ ասած արդեն որոշել եմ ոչ մեկի չընտրեմ։ Ես արդեն սաղին է ժամանակ կընտրել ենք, սաղին հավատացել ենք, վստահել ենք, հիմա ենք վստահում, ապրում ենք։ Վստահում եք գործող իշխանությանը։ Բարևներս բոլորին։